Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն է, շրջանաձև խաղեր, այսօր մեր հետ խաղում են Fennec և Error 404 թիմերը։ Սիրելի գիտակներ, հարգելի հեռուստադիտող, խաղի կանոնները չեն փոխվել նույնն են, յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ։ Թիմերում խաղում են հինգական խաղացողներ, տրվում են հարցեր։ 1 րոպեվա ընթացքում դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք ձեր առջև դրված գրատախտակներին։ 2 անգամ լսվելու է ձայնային ազդանշան, 1 անգամ 10 վայրկյան մնացած, 1 անգամ 1 րոպեն լրանալուց հետո։ Ճիշտ պատասխան է համարվելու այն պատասխանը, որը գրված է գրատախտակին։ Եթե ձեր բանավոր եւ գրավոր պատասխանները տարբերվեն, ապա ես ընդունելի պատասխան եմ համարելու գրատախտակի վրա գրված պատասխանը։ Եթե գրատախտակի վրա 2 պատասխան լինի, ապա որպես ընդունելի պատասխան համարելու եմ առաջին պատասխանը։ Ձեր յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց վիճակահանության միջոցով թիմը լքելու է 1 խաղացող։ Տրամաբանորեն, ով 5 միավոր վաստակի եւ ընդհանրապես խաղացող չունենա, նա էլ ճանաչվելու է խաղի հաղթող։ 4-4 հաշվի դեպքում խաղալու ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Վետո իրավունքի մասին։ Յուրաքանչյուր թիմի ավակ 1 անգամ ունի վետոից օգտվելու իրավունք։ Եթե չի ցանկանում, որ տվյալ խաղացողը, ով ընտրվել է վիճակահանության միջոցով լքի խաղը, ապա օգտվում է վետոյի իրավունքից։ Եթե թիմի ավակը չի վերցնում ի վրա դրված պարտավորությունը եւ չի օգտվում վետոյի իրավունքից, ապա այն տեղափոխվում է եւ հանձնվում է թիմին եւ թիմը որոշում է դեմոկրատական սկզբունքով։ Ներկայացնեմ թիմերին եւ թիմերի կազմը։ Error 404 Գրետա Աբրամյան, Հրանցականյան, Արտուր Առաքելյան, Աստղիկ Բաբայան եւ Իզաբելլա Սարգսյան, Fennec, Յուրա Մարգարյան, Կարեն Մարտիրոսյան, Լենա Ամիրխանյան, Արմինե Բաղդասարյան եւ վերջապես Քրիստինե Կարապետյան։ Խաղի կանոնները պարզ են, ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Սիրելի գիտակներ, հարգելի հեռուստադիտող, հետհաշվարկը սկսված է։ Հարց առաջին։ 1990-ականների կեսերին ԱՄՆ կառավարությունը որոշում է ընդունել կուբացի ներգաղթյալների ընդունելիությունը սահմանափակելու մասին այսպես կոչված 4 ոտքերի, թաց ոտքերի օրենքը։ Ըստ այդմ քաղաքական ապաստան կարող են ստանալ միայն 4 ոտքեր ունեցողները։ Իսկ ինչպես են ամերիկյան ծառայությունները որոշում, թե ունի 4 ոտք եւ ով թաց ոտք։ Կրկնում եմ հարցը։ 1990-ականների կեսերին ԱՄՆ կառավարությունը որոշում է ընդունել կուբացի ներգաղթյալներին ընդունելիությունը սահմանափակելու մասին, այսպես կոչված 4 ոտքերի, թաց ոտքերի օրենքը։ Ըստ այդմ քաղաքական ապաստան կարող են ստանալ միայն 4 ոտքեր ունեցողները։ Իսկ ինչպես են ամերիկյան ծառայությունները որոշում, թե ունի 4 ոտք, իսկ ով թաց։ Տասավարկեմ։ Հասկացա։ Ժամանակ։ Սկսենք Error 404 թիմից։ Պատերազմի մասնակիցները թաց, իսկ չմասնակիցները 4։ Չմասնակիցները 4։ Կախված այն հանգամանքից նրանք սահմանը հատել են ծովային թե ցամաքային ճանապարհ։ Ձեր պատասխանները պարզ են։
1990-ականների կեսերին ԱՄՆ կառավարությունը որոշում է ընդունել կուբացի ներգաղթյալների ընդունելությունը սահմանափակելու մասին, այսպես կոչված 4 ոտքերի եւ թաց ոտքերի օրենքը։ Ըստ այդմ քաղաքական ապաստան կարող են ստանալ միայն 4 ոտքեր ունեցողները։ Իսկ ինչպես են ամերիկյան ծառայությունները որոշում, թե ով ունի 4 ոտք, իսկ ով թաց։ Ով կարողանում է ոտք դնել ամերիկյան ափ, նրա ոտքերը չորացել են, իսկ ով բռնվել է ծովում, դա նշանակում է, որ ոտքերը խոնավ են եւ հետեւաբար անօրինական ներգաղթյալներին պետք է հետ ուղարկել։ Ձեր պատասխանը ճիշտ չէ։ Մենք շարունակում ենք։ Ջասպեր Ֆորդի վեպը նկարագրում է մի աշխարհ, որտեղ հնարավոր է ճանապարհորդել ժամանակի մեջ։ Որևէ հանցագործ բռնելուց առաջ հատուկ կազմակերպությունը հրաման է տալիս բռնել հանցագործին։ Իսկ ինչ էր իրենից ներկայացնում այդ հրամանի ամիս ամսաթիվը։ Ջասպեր Ֆորդի վեպը նկարագրում է մի աշխարհ, որտեղ հնարավոր է ճանապարհորդել ժամանակի մեջ։ Որևէ հանցագործ բռնելուց առաջ հատուկ կազմակերպությունը հրաման է տալիս բռնել հանցագործին։ Իսկ ինչ էր իրենից ներկայացնում այդ հրամանի ամիս ամսաթիվը։ Տասարքեմ։ Ժամանակ։ Ֆենեկը պատասխան չունի։ Էրոր 404-ի պատասխանը բավականին երկար է։ Չունեք պատասխան։ Ունեք։ Դատավճիռն էր այդ ամիս ամսաթիվը, որով իրեն պետք է կամ ապագա կամ անցյալ այդ ժամանակի մեքենայով անցնել։ Ձեր պատասխանը պարզ է։ Ջասպեր Ֆորդի վեպը նկարագրում էր մի աշխարհ, որտեղ հնարավոր է ճանապարհորդել ժամանակի մեջ։ Որևէ հանցագործ բռնելուց առաջ հատուկ կազմակերպություն հրաման է տալիս բռնել հանցագործին։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ հրամանի ամիս ամսաթիվը։ Հրամանի ամիս ամսաթիվը անսահմանության նշանն է, անվերջության խորհրդանիշ է։ Դուք պատասխան ունեիք սեղանին, ես լսում եմ այդ պատասխանը, բայց ցավոք սրտի դուք այն չհնչեցրեցիք։ 2012 թվականին CBS հեռուստաալիքը սկսեց ցուցադրել ամերիկյան դետեկտիվ հեռուստասերիալ, որը հիմնված է Արտուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի արկածները պատմվածքների վրա, որի իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։ Այն կոչվում է պատասխանեք մեկ բառով, ինչպես։ 2012 թվականին CBS հեռուստաալիքը սկսեց ցուցադրել ամերիկյան դետեկտիվ հեռուստասերիալ, որը հիմնված է Արտուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի արկածները պատմվածքների վրա, որի իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում։ Այն կոչվում է պատասխանեք մեկ բառով, ինչպես։ Այն կոչվում է պատասխանեք մեկ բառով, ինչպես։ 10 վայրկյան։ Մեկ բառով։ Ինչպես։ Ժամանակ։ Սպասենք, խնդրեմ, ֆենեկից սկսենք, խնդրեմ։ Մեր կարծիքով Ինտերպոլ։ Ինտերպոլ։ Նապարնիկի։ 2012 թվականին CBS հեռուստաալիքը սկսեց ցուցադրել ամերիկյան դետեկտիվ հեռուստասերիալ, որը հիմնված է Արտուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի արկածները պատմվածքների վրա, որի իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում։ Այն կոչվում է Էլեմենտարնո։
Վերնագիրը պատասխանում է ինչպես հարցին։ Սիրելի գիտակներ, խաղի հաշիվը չի բացվել, նկարով հարց։ Ուշադրություն էկրանին։ Ասացեք խնդրեմ, ինչի ստեղծման տարեթիվն է ներկայացված պատկերում։ Ասացեք խնդրեմ, ինչի ստեղծման տարեթիվն է ներկայացված պատկերում։ Ինչի ստեղծման տարեթիվն է ներկայացված պատկերում 10 վայրկյան։ Ինչի ստեղծման տարեթիվն է ներկայացված պատկերում։ Ժամանակ համբերեք։ Հարգելի error 404 ժամանակը սպառված է, եթե պատասխան ունեք, չունեք, չեք։ Եղավ, ձեր պատասխանը։ Երկաթի ստեղծումը մինչև այսօր։ Երկաթի ստեղծում։ Քրիստոսից առաջ։ Հա։ Ձեր պատասխանը շատ հետաքրքիր է։ Մեր կարծիքով խոսքը Տետրիսի մասին։ Խոսքը Տետրիսի մասին է։ Խաղը ստեղծվել է ԽՍՀՄ-ում Ալեքսեյ Պաժիտնովի կողմից եւ հանրությանը ներկայացվել է 1984 թվականի հունիսի 6-ին։ Խոսքն իհարկե Տետրիսի մասին է։ Խաղի հաշիվն է 1-0 եւ Ֆենեք թիմը լքում է Արմինե Բաղդասարյանը։ Խաղի հաշիվը բացված է 1-0 ուշադրություն հարց։ Դոստոևսկին ասում էր. իսկական ճշմարտությունը միշտ անհավանական է։ Իսկ իր կարծիքով ինչ էր պետք անել, որպեսզի այն ավելի հավանական դառնա։ Դոստոևսկին ասում էր. իսկական ճշմարտությունը միշտ անհավանական է։ Իսկ իր կարծիքով ինչ էր պետք անել, որպեսզի այն ավելի հավանական դառնա։ Իսկ իր կարծիքով ինչ էր պետք անել, որպեսզի այն ավելի հավանական դառնա։ Տասվարկյան։ Ժամանակը սպառված է, սկսում ենք այս անգամ Ֆենեկից, խնդրեմ։ Պետք է ստել։ Պետք է ստել։ Ճշմարտությունը ձևափոխված ասել։ Ճշմարտությունը ձևափոխված ասել։ Դոստոևսկին ասում էր, իսկական ճշմարտությունը միշտ անհավանական է։ Այն հավանական դարձնելու համար պետք էր մի քիչ սուտ խառնել։ Ձեր պատասխանը ճիշտ չէ։ Ուշադրություն հարցը։ Լոնդոնի ազգային պատկերասրահի տարեց էքսկուրսավարը պատկերասրահի կատալոգը անվանում է մի ժամանակակից բառով։ Որ բառով։ Լոնդոնի ազգային պատկերասրահի տարեց էքսկուրսավարը պատկերասրահի կատալոգը անվանում է մի ժամանակակից բառով։ Որ բառով։ Չէ, Ես նույնը լավ տարբեր։ Որ ժամանակակից բառով։
10 վայրկյան։ Բենոնի վեր։ Ժամանակ։ Այս անգամ սկսում ենք error 404-ից, խնդրեմ։ Մենյու, Menu, Facebook։ Լոնդոնի ազգային պատկերասրահի տարեց էքսկուրսավարը պատկերասրահի կատալոգը անվանում էր մի ժամանակակից բառով Facebook 2-0 Եվ Յուրա Մարգարյանը Խաղի հաշիվն է 2-0 ուշադրություն նկարով հարց որ հայտնի իրադարձությունն է պատկերված նկարում որ հայտնի իրադարձությունն է ներկայացված նկարում Ժամանակ Սկսենք error 404-ից, խնդրեմ երևի սևամորթների եւ սպիտակամորթների Ինչո՞ւ? Blacksmith methods։ Շատ ծանր պատասխաններ, ձեր պատասխանը Մեր կարծիքով հույն պարսկական։ հույն պարսկական, ձեր պատասխանը պարզ է։ Խոսքը Քրիստոսից առաջ 480 թվականին տեղի ունեցած Թերմոպոլիի արյունալի ճակատամարտի մասին էր, որի ժամանակ 300 քաջ սպարտացիներ Լեոնիդաս թագավորի գլխավորությամբ փակեցին Պարսից թագավոր Քսերքսեսի բանակի ճանապարհը։ Խաղի հաշիվը չի փոխվել, ուշադրություն հարցը։ Հումոր գրախանութում։ Տետր ունեք, ոչ, իսկ մատիտ, ոչ, իսկ գրիչ, կանոն, ոչ։ Սա ինչ բան է։ Դե ուրեմն դա տվեք։ Խնդրեմ, վճարեք դրամարկղում։ Անվանեք դա։ Տետր ունեք, ոչ, իսկ մատիտ, ոչ, իսկ գրիչ, կանոն, ոչ։ Սա ինչ բան է։ Դե ուրեմն դա տվեք։ Խնդրեմ, վճարեք դրամարկղում։ Անվանեք դա։ Տետր ունեք ոչ, մատիտ ունեք ոչ, սա գրախանութում է տեղի ունենում, գրիչ, կանոն, ոչ, սա ինչ բան է, դե ուրեմն դա տվեք, խնդրեմ, վճարեք դրամարկղում, անվանեք դա, Հումոր, բայց ծայրը Հասվարկյան, անվանեք դա, ժամանակ, ժողովուրդ պատասխան ունեք, սա ես համարում եմ, որ վերջին անգամ գուշացնում եմ երկու թիմին, ժամանակը լրանալուց հետո չեք գրում, եթե հաջորդ անգամ նույնիսկ ճիշտ պատասխան ունենաք և ժամանակը լրանալուց հետո գրեք, ապա այն որպես պատասխան չեմ ընդունել։ Սկսենք Ֆենեկից։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Շատ հումոր։ Այո։ Կեղծ թղթադրամ։ Կեղծ թղթադրամ։ Հումոր գրախանութում տետր ունեք, ոչ, իսկ մատիտ ոչ, իսկ գրիչ կանոն ոչ։ Սա ինչ բան է։ Դե ուրեմն բողոքի գիրք տվեք։ Խնդրեմ, վճարեք դրամարկղում։ Շարունակենք հումորային շարքը։ Մի անեկդոտում հեքիաթի հերոսը տալիս է իր սովորական հարցերը և ստանում սովորական պատասխաններ։ Իսկ որ հարցին է պատասխանում, որովհետև հայ եմ։ Ինչ հայտ պետք է որովհետև հայ եմ։ Անեկդոտ։
մի հայտնի անեկդոտ։ Հեքիաթի հերոսը տալիս է իր սովորական հարցերը եւ ստանում սովորական պատասխաններ։ Իսկ որ հարցին է պատասխանում, որովհետեւ հայ եմ։ Իսկ եմ տալու։ Երկու թիմերն էլ պատասխաններ ունեն, սկսենք 404-ից։ Իսկ ինչու է մեծ քիթ։ Իսկ ինչու է մեծ քիթետ։ Ինչու է քիթդ երկար, Մուրադինոյին ուղղված։ Ձեր պատասխանը ես համարելու եմ որպես առաջի գրած պատասխան։ Այստեղ չի, լալ թակինակ է։ Հարցը հետևյալն է. ինչու է քիթետ երկար։ Ձեր պատասխանը ինչու է քիթետ երկար։ Նա փակագծերում պարզապես հեքիաթն է գրել։ Լավ։ Մի անեկդոտում հեքիաթի հերոսը տալիս է սովորական հարցերը եւ ստանում սովորական պատասխանները։ Իսկ որ հարցին է պատասխանում, որովհետեւ ես հայ եմ։ Իսկ ինչու է քիթդ այդքան մեծ։ Քանի որ խոսքը Կարմիր գլխարկ հեքիաթի մասին է եւ բացի դրանից դուք առաջինը գրել եք բուրացինո պատասխանը, ես ճիշտ պատասխան եմ համարում Error 404 թիմի պատասխանը։ 2-1։ Իզաբելա Սարգսյանը լքում է։ Ուշադրություն, հարցը։ Ինչ է սովորեցնում ցուցումը, որը ցույց է տալիս, որ երկուսը ուժեղ է 5-ից, բայց թույլ է 0-ից։ Ինչ է սովորեցնում ցուցումը, որը ցույց է տալիս, որ երկուսը ուժեղ է 5-ից, բայց թույլ է 0-ից։ Ցուցում։ Ինչ է սովորեցնում այդ ցուցումը, որը ցույց է տալիս, որ երկուսը ուժեղ է 5-ից, բայց թույլ է 0-ից։ Ինչ է սովորեցնում։ Հա, սովորեցնում։ Հասարակյան։ Ժամանակ։ Error 404-ից ենք սկսում, խնդրեմ։ Բացասական թվերյան հավասարությունը։ Բացասական թվերյան հավասարություն։ Հետաքրքիր մաթեմատիկա։ Մեր կարծիքով խոսքը չինգաչուն կամ կարմակրատ։ Ձեր պատասխանը պարզ։ Ինչ է սովորեցնում ցուցումը, որը ցույց է տալիս, որ երկուսը ուժեղ է 5-ից, բայց թույլ է 0-ից։ Իհարկե չինգաչու խաղի մասին է։ 3-1։ Եվ Ֆենեկը լքում է Լենա Ամիրխանյանը։ Օգտվում եք վետոյի։ Օգտվում եք վետոյի իրավունքից։ Շատ լավ, շատ բարի։ Խաղը լքում է Կարեն Մարտիրոսյանը։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, նկարով հարց։ Ինչն է առաջին անգամ հրատարակվել պատկերում առկա թվականին։ Ինչն է առաջին անգամ հրատարակվել պատկերում առկա թվականին։ Ինչն է առաջին անգամ հրատարակվել պատկերում առկա թվականին։
Ունեք պատասխան։ Շատ լավ։ Կանգնեցնում եմ ժամանակը եւ խնդրեմ ձեր պատասխանները։ Հարի Փոթեր գրքի Հարի Փոթեր։ Եվ առաջին գիրքը Աստվածաշունչը 1667 թիվ։ Ըստ ձեզ դա 1667 թիվն էր։ Այո, ձեր պատասխանը պարզ է։ Ինչն է առաջին անգամ հրատարակվել պատկերում առկա թվականին։ Իհարկե խոսքը Հարի Փոթերի եւ փիլիսոփայական քարի մասին է, հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին։ Եվ 4-1 դուք արդեն օգտվել եք վետո իրավունքից։ Կարապետյան Քրիստինե, ձեր բախտը բերեց։ Խաղի հաշիվն է 4-1, ուշադրություն հարց։ Բրիտանացի գիտնականները վերլուծելով ֆանտաստիկ ստեղծագործությունները եզրակացրել են, որ խավարի ուժերը թույլ են լույսի ուժերից։ Դրա բացակայության պատճառով անվան եք տա։ Բրիտանացի գիտնականները վերլուծելով ֆանտաստիկ ստեղծագործությունները եզրակացրել են, որ խավարի ուժերը թույլ են լույսի ուժերից։ Դրա բացակայության պատճառով անվան եք դա։ Տասվարկեն։ Ժամանակ։ Խնդրեմ, error 404։ Բարության եւ միասնության պակաս։ Բարության եւ միասնության։ Քանի որ ֆանտաստիկ էր իրականության բացակայություն։ Իրականության բացակայություն։ Բրիտանացի գիտնականները վերլուծելով ֆանտաստիկ ստեղծագործությունները եզրակացրել են, որ խավարի ուժերը թույլ են լույսի ուժերից վիտամին D-ի բացակայության պատճառով։ Դուք ճիշտ պատասխան չունենք։ Ուշադրություն հարցը։ Մաուգլի մուլտֆիլմի խորհրդային տարբերակում Բագիրան X էր։ Իսկ մուլտֆիլմի ամերիկյան տարբերակում Y։ Այսպես, որ բառերն ենք փոխարինել համապատասխան X-ով եւ Y-ով։ Մաուգլի մուլտֆիլմի խորհրդային տարբերակում Բագիրան X էր, իսկ ամերիկյան տարբերակում Y։ Այսպես, որ բառերն ենք փոխարինել համապատասխանաբար X եւ Y տառերով։ Առաջին Հասկացի։ Խորհրդային տարբերակում Բագիրան X էր, ամերիկյանում Y։ Այսպես, որ բառերն ենք փոխարինել համապատասխանաբար X-ով եւ Y-ով։ Պատասխան չունեք։ Դուք Առական սերել միտեղ իքական սեր։ Այո, միտեղ ek էր, միտեղ words։ Ձեր պատասխանը ճիշտ է։ 4-2 Հրանտ Սականյանն է լքում խաղը։ Վետոից օգտվում ենք։ Վետոից օգտվում եք։ Այսպիսի թիմի ավակների, ինչպիսի կտրուկ որոշումներ այսօր։ Խաղը լքում է Աստղիկ Բաբայան։ Չորս երկու ուշադրություն հարց։ Ըստ Բորիս Գուրտիերի ոչինչ չի բաժանում մարդկանց այնպես, ինչպես ճաշակները, եւ չի միավորում ինչպես դա, ասացեք դա։ Ոչինչ չի բաժանում մարդկանց այնպես, ինչպես ճաշակները, եւ չի միավորում ինչպես
Ինչպեսի ինչ է։ Դե հա, բայց փոխեցի ուրիշ։ Ոչինչ չի բաժանում մարդկանց այնպես, ինչպես ճաշակները, եւ չի միավորում ինչպես դա 10 վայրկյան։ Որ 10 վայրկյան ազգանշանը եղել է։ Ժամանակ։ Ունեք պատասխաններ 404։ Անճաշակությունը։ Անճաշակությունը։ Հոբին, Հոբին։ Ոչինչ չի բաժանում մարդկանց այնպես, ինչպես ճաշակները, եւ չի միավորում ինչպես ախորժակը։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ Ֆուտբոլային հարց։ Լոնդոնի Արսենալը դարձել է UEFA-ի գավաթի գավաթակիր։ Պաշտպանությունում խաղալով փակ ու նույնիսկ անհետաքրքիր ֆուտբոլ։ Ֆուտբոլի մի շաբաթաթերթում բերված էր թիմի երկրպագունների մի կարգախոս։ Մեկ ակումբ, մեկ սեր, ավարտեք կարգախոսը 2 բառով կամ 3 նիշով։ Երկու տարբերակներ ընդունելի են։ Լոնդոնի Արսենալը դարձել էր UEFA-ի գավաթի գավաթակիր, պաշտպանությունում խաղալով փակ ու նույնիսկ անհետաքրքիր ֆուտբոլ։ Ֆուտբոլի մի շաբաթաթերթում գրված էր թիմի երկրպագունների մի կարգախոս։ Մեկ ակումբ, մեկ սեր, անվանեք կամ ավարտեք կարգախոսը 2 բառով կամ 3 նիշով։ Անվանեք կարգախոսը կամ ավարտեք կարգախոսը 2 բառով կամ 3 նիշով։ Տասավարկյան։ Անհետաքրքիր ֆուտբոլ էր ցույց տալիս։ Ժամանակ։ Միգուցե մեկ դարպաս։ Մեկ դարպաս, թե պատասխան։ 1-0։ 1-0։ Մեկ ակումբ, մեկ սեր, 1-0։ Եվ Առաքելյան Արթուրն է լքում խաղը։ Խաղի աչիվն է 4-3, ուշադրություն հարց։ Հրշեջ ծառայության աշխատակից Բեռնին հաճախ էր այրվածքներով հայտնվում կլինիկայում։ Ի վերջո նրա համար հատուկ կոշիկներ պատվիրեցին, բոլոր պրոբլեմները լուծվեցին։ Իսկ ինչպես էր Բեռնին ողջունում իր հրշեջ ընկերներին։ Հրշեջ ծառայության աշխատակից Բեռնին հաճախ էր այրվածքներով հայտնվում կլինիկայում։ Ի վերջո նրա համար հատուկ կոշիկներ պատվիրեցին, բոլոր պրոբլեմները լուծելու համար։ Իսկ ինչպես էր Բեռնին ողջունում իր հրշեջ ընկերներին։ Ինչպես էր ողջունում Բեռնին իր հրշեջ ընկերներին։ Տասավարկյան։ Ժամանակ։ Սկսենք ֆենեկից, խնդրեմ։ Ջրում էր։ Ջրում էր, այո, Կոշիկները հանելով։ կոշիկները հանելով։ Հրշեջ ծառայության աշխատակից Բեռնին հաճախ էր այրվածքներով հայտնվում կլինիկայում, ի վերջո նրա համար հատուկ կոշիկներ պատվիրեցին եւ բոլոր պրոբլեմները լուծվեցին։ Բեռնին իր հրշեջ ընկերներին ողջունում էր հաչելով, նա շուն էր եւ ողջունում էր հավ անելով։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, նկարով հարց։ Ասացեք, խնդրեմ,
պատմական հայտնի, որ իրադարձությունն է պատկերված պաստառում։ Ասացեք, խնդրեմ, պատմական հայտնի, որ իրադարձությունն է պատկերված պաստառում։ Սասվարկյան։ Երկուս թիմերը էլ պատասխաններ ունեք, խնդրեմ, մենք ժամանակ ավելորդ չկորցնենք։ Խնդրեմ, ձեր պատասխանը երրորդ 404 Բերլինյան պատիքանդելը։ Բերլինյան պատիքանդում։ Ջոն Քենեդի սպանությունը։ Ջոն Քենեդի սպանությունը։ Ասացեք, խնդրեմ, պատմական հայտնի, որ իրադարձությունն է պատկերված պաստառում 1963 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 12:30-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին։ 5-3 բավականին հետաքրքիր եւ պայքարով լի խաղում Error 404 եւ Fennec թիմերի միջև ի վերջո հաղթեց Fennec թիմը։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղամրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եղեք։